Հալելույա, փառք Աստծուն։ Ես մի երկու բան կուզենամ խոսեմ էլի ընտանիքների մասին ու մենք հետո աղոթենք։ Գիտեք, մենք այս ամբողջ ամսվա կտրվածքով կարելի ասել շատ խոսել ենք, սովորացրել ենք, սեմինարներ ենք անցկացրել ընտանիքի հետ կապված, որ ինչպես մենք ընտանիքները արժևորենք, կարևորենք, պաշտպանենք, բարձրացնենք։ Գիտեք, Աստված ամենակարևոր հաստատություններից մեկը, որ մարդուն ստեղծելուց հետո արեց, դա իրականում ընտանիք հաստատություններ ու քանի որ Աստված հեղինակն է ընտանիք հաստատության մենք կարիք ունենք իր հետ համագործակցելու որ մենք իմանանք ինչպես կառուցենք մեր ընտանիքները ինչպես կանգնենք մեր ընտանիքների համար որտեվ Տերը շատ հետաքրքրված է որ մեր ընտանիքներում երկնքի ներկայությունը ասես թագավորի եւ ոչ թե ասենք այս աշխարհի լարվածությունները մենք այս աշխարհում ապրում ենք բայց չպետք է այս աշխարհի լարվածությունները մեր ընտանիքների մեջ մտցնենք մեր ընտանիքները պետքա դառնան հանգստի վայր որտեղ ասենք ամեն մի անդամը գալով հանգիստ է գտնում ու հետո այդ հանգիստը վերցնում այդ զորությունը վերցած գնում է այս աշխարհ ու օգնություն է լինում որևիցե մեկի համար ամեն քո տունը երբեք լարվածության վայր չպետքա դառնա քաոսի վայր չպետքա դառնա քո տունը կռվի ու անախորժությունների վայր չպետքա դառնա, որովհետև քո տունը ամենակարևոր տեղերից մեկն է Աստծո տեսանկյունով, որտեղ պետքա իրականում խաղաղություն լինի, որ ամեն մի զավակ, որ ծնվում է այդ մթնոլորտից դուրս գա, որ մեր երեխեքը, մեր սերունդները ոչ թե դուրս գան լարվածության մթնոլորտից, այլ իրանք դուրս գան խաղաղության ու ապահովության մթնոլորտից, այս չար աշխարհի մեջ, որ կարողանան գործ անեն, օգնություն լինեն, օրհնություն լինեն, համ լինեն, լույս լինեն, կյանք փոխանցող լինեն, դա շատ կարևոր է։ Մեր ընտանիքների այդ մթնոլորտը պետք է արքայության, ոնց ասեմ, կնիքը կրի, արքայության մթնոլորտը կրի։ Ու դրա համար ես երկու ընտանիքի պատմություն եմ ուզում ձեզ այսօր ներկայացնեմ Աստվածաշնչից, երկու ընտանիքի, որտեղ մեր ընտանիքները պետք է իրականում ոչ թե իրանց համար առողջ ապրելու նպատակ ունենան, այլ մեր ընտանիքները պետք է նաև առաքելություն ունենան։ Մեր ընտանիքների գլխավոր բանը այն չի, որ մենք ունենանք խաղաղ մթնոլորտ մեր տներում։ Նրանց գլխավոր առաքելությունը այս աշխարհում դա փրկության գործն է։ Ու եթե մենք ընտանիք ունենք, որը Աստծո փրկության գործի հետ կապ չունի, մենք կարելի ասել ինչ որ մասամբ կտրված ենք կամ ինչ որ առումով կտրված ենք Աստծո մեծագույն նպատակներից։ Մեր ընտանիքները պետքա լինեն առաքելության մաս եւ ոչ թե ուղակի ընտանիք, ինչպես այդպիսին։ Մեր ընտանիքները դրանով են տարբերվում այս սովորական ընտանիքներից։ Մենք կանչված ենք Աստծո առաքելությունը։ Մենք շատ խոսել ենք, որ ընտանիքը դա մի վայր է, որտեղ կերտվում է, ձևավորվում է մարդը։ Բայց մենք նաև խոսում ենք, որ ընտանիքը դա առաքելություն ունեցող համակարգ է այս աշխարհում, որտեղ եթե ասենք օրինակ ընտանիքը մի գեղեցիկ բան է, որ Աստծուց տրված է, բայց ինքը առանց առաքելության է, սա լավ չի։ Ինչու՞, որտեղ այդպես ընտանիքները կորցնում են իրենց գլխավոր նպատակը ու մի օր վնասվում են, արժեքազրկվում են ու մի օր այդ ընտանիքները ասես իրենց իմաստն են կորցնում ապրելու այս երկրի վրա։ Երեխեք ունեցանք ինչի համար։ Սա գնացին իրենց համար երեխեք տներ ստեղծեցին, մենք մնացինք քորփոշման մեծերով։ Այդպես չի ընտանիքը ինքը առաքելություն ունի իր ամեն տեսակի մակարդակներով ու ուզում եմ դրա մասին խոսեմ։ Սիրելիներս, եկեք բացենք ամենակարևորը երկու բան իրար հետ հասկանանք։ Երկու ուղղություն, որ ես ուզում եմ, որ ես ու դու այսօր վերցնենք այսօրվա այս մեր հանդիպումից։ Համար առաջին, որ ես ու դու մեր ընտանիքներով մեր ազգատոհների փրկության գործով զբաղվենք, լավ, այսի ուզում եմ որ վերցնենք, որ մեր ընտանիքները դա Աստծո ներկայության վայր է եւ մեր ընտանիքները առաքելություն իրականացնող կառույց է ու այս բանից մենք չպետք է կտրվենք։ Երկու կարևոր ընտանիք, մեկը ամենապղծված ընտանիքներ եւ մյուսը ամենաբարոյական ընտանիքներ։ Երկու տարբեր ընտանիքների պատմություն եմ խոսալու ձեր հետ։ Ուրեմն մի տունը դա Ռախաբ Պոռնիկի տունն է եւ մյուս տունը դա բարեպաշտ Կորնիլիոսի տունն է։ Աստված թե այս Ռախաբ կնոջ տան մեջ փրկության ծրագիր ակտիվացեց, Աստված նաև այս բարեպաշտ Կորնիլիոսի տան փրկության ծրագիր իրականացնեց։ Գիտեք ինչ եմ ուզում, որ ես ու դու վերցնենք։ Ինչքանով ես ու դու հասկանանք վերջի ժամանակների թեման, այնքան հասկանանք, թե Ռախաբ կինը ինչ ակտիվացրեց իր տան փրկության համար։ Ինչքան հասկանանք բարեպաշտության մեջ ապրելու գեղեցկությունը ու դրա գլխավոր բանը, որ այդևի ապրելակերպ անպատասխան չի մնում Աստծո մոտ։ Մենք պետք է հասկանանք, թե այս մի տան մեջ, թե այն մի տան մեջ
գոյություն ունի առաքելություն, որ Տերը ակտիվացնում է ճիշտ ժամանակին։ Ու ուզում եմ այսօր ես ու դու ինչպես ընտանիքներ, Աստծուց ծնված ընտանիքներ, Աստծո հետ ապրող ընտանիքներ, հասկանանք մեր ընտանիքների ամենակարևոր առաքելությունը այս աշխարհում դա ազգատոհների փրկության գործն է։ Մեր հարազատների, մեր ընկերների, մեր հարևանների, մեր բարեկամների, մեզ մտերիմ մարդիկ, ում հետ որ մենք առնչվում ենք։ Դա ընտանիքի ամենամեծ առաքելությունն է, որի համար Տերը կանչում է յուրաքանչյուրիս։ Ուրեմն եկեք առաջին ուշադրություն դարձնենք այս առաջին ընտանիքը։ Թող բոլոր ասեն Ռախաբի տունը։ Եկեք տեսնենք ինչ ենք մենք բացահայտում Ռախաբի տան մասին։ Ռախաբը մի կին էր, որ ուներ իր սեփական հյուրանոցը, եւ այդ սեփական հյուրանոցը ծառայում էր ոչ միայն մարդկանց հանգստի համար, նաեւ ծառայում էր մարդիկ այդտեղ գալիս են իրենց կարիքները բավարարելու համար, տղամարդիկ։ Օգտվում են այդ ծառայությունից։ Ռախաբը այդպիսի մի հյուրանոց ուներ, այդպիսի մի հատ մեծ կառույց ուներ, ու ինքը պարսպավոր կառույցի հենց ճակատային մասում էր, կարելի ասել ծայրամասեր, ու ինքը այդ տան մեջ հյուրընկալում էր տարբեր տեսակի մարդկանց։ Լավ փողեր էր աշխատում։ Ու ասեմ ձեզ իրականում լուրջ փողեր էր աշխատում։ Այդ սխալ ճանապարհով, այդ սխալ կյանքով։ Բայց օրերից մի օր լուր հասավ իրան, ու լուրը որն էր, որ շուտով Երիքովի վերջն է գալու։ Շուտով այս աշխարհի վերջն է գալու։ Ես ու դու երբեմն լսում ենք, որ վերջի ժամանակների մասին լսում ենք, ու էլի պարապ ենք մնում։ Ասես ոնց որ այդ բանը մեզ չի շարժում։ Եթե Երիքովի վերջը եկել է, ու Ռախաբ կինը ինքը որոշում է փրկության ծրագիր ակտիվացնի իր ազգատոհի համար, մենք պետք է այսօր շատ խորագետ լինենք, սիրելիներս։ Մենք ամենաշատը լսում ենք վերջի ժամանակների մասին, բայց ամենաքիչ գործն ենք անում։ Ու էսի մեր ընտանիքների համար մեծ մինուս է։ Մեծ մինուս է։ Ասեմ ձեզ ամենալուրջ մինուսն է։ Ինչու՞, որտեղ ընտանիքը իր առաքելության գլխավոր բանից կտրված է ապրում։ Դու կարող ես շատ գեղեցիկ կյանք ունենաս այս աշխարհում, ու վերջը ավարտես դժոխքում։ Պետք չէ այսպես։ Ես ու դու պետք է համ նորմալ ապրենք, համ պետք է առաքելության համար ապրենք։ Սա շատ կարևոր ընտանիքի համար։ Սիրելիներ, ինչի համար եմ ուզում, որ դուք այս բանից բռնվեք, որտեղ մեր ստեղ ապրելը դա ամեն առումով ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք բոլորս ժամանակավոր բնույթով ենք ապրում։ Ու մենք պետքա շատ լավ հիմք դնենք ու շատ կարևոր առաքելություն ակտիվացնենք մեր սերունդների համար։ Հիմա պատկերացեք, այս ծերի մի հատ մթնոլորտ է, ու ես ուզում եմ մի քանի բան ձեզի ասեմ։ Առաջինը, որ երկու հետախույզներ գալիս են Երիքով լրտեսելու, որ հասկանան ինչպիսի քաղաք է, որ հետո այդքան պատրաստվեն, որ այդ քաղաքը գրավեն։ Ու այդ տարածքը պետք է իրանց լնի։ Հրեա լրտեսները գալիս են այս քաղաք ու լրտեսում են, ու այնպես ալնում, որ քաղաքի ղեկավարությունները մարդիկ իմանում են, որ լրտեսներ են եկել։ Ու այս լրտեսները փախ են անում ու գալիս են այդ հյուրանոցը, որտեղ Ռախաբի բնակության վայրն էր։ Կարդում եմ ձեզ համար երկրորդ գլխի 8-ից 11 խոսքերը։ Առաջին բանը ուշադրություն դարձնենք, երբ որ նրանք հանդիպում են, եւ երբ որ նրանք դեռ չէին պարկել, կնիկը վեր ելավ կտուրը նրանց մոտ եւ ասեց այն մարդկանց. Ես գիտեմ, որ Տեր այս երկիրը ձեզ է տվել, եւ որ ձեր վախը մեր վրա է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալվել են։ Որտեղ մենք լսեցինք, թե ինչպես Տերը կարմիր ծովը ձեր համար ցամաքեցրեց, ձեզ Եգիպտոսից դուրս եկած ժամանակը։ Նաև ինչ որ դուք արիք ամոնացիների երկու թագավորներին, Սեհոնին եւ Օվգին, որ բնաջինջ արիք նրանց։ Եվ մենք լսել ենք, թող բոլոր ասեն լսել ենք։ Սա շատ կարևոր արտահայտություն է, որ ստե ասում է, եւ մենք լսել ենք եւ մեր սրտերը հալվել են եւ ձեր երեսից մեկ մարդ համարձակություն չի մնացել, որտեւ ձեր Տեր Աստվածը վերևում երկնքում եւ Աստվածը ներքևում երկրից վրա։ Ով ասում։ Մի սխալ կյանքով ապրող անձնավորություն։ Ում ասում։ Այս լրտեսներին ասում։ Էսի առաջի բանը, որ ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ։ Նա խոսում է, թե ինչ մթնոլորտ է տիրում այս քաղաքում, որը դուք պետք է հեսաշուտով գրավեք։ Հիմա երկրորդ բանն եմ ուզում դուք տեսնեք։ Հեսու 2:12-ից 14 խոսքեր եկեք հետևենք։ Ասում է այսպես. Եվ հիմա աղաչում եմ, Տերով երթում արեք ինձ, որ ես ձեզ ողորմություն եմ արել, եւ դուք էլ ողորմություն կանեք իմ հոր տանը, ինձ ապշեցնում է, իմ հոր տանը, եւ ինձ մի ճշմարիտ նշան տվեք։ 13 խոսքը, որ իմ հորը, մորը, եղբայրներին, քույրերին եւ բոլոր նրանց
հետ կապված կապ ունեցող մարդկանց ողջ կթողեք եւ մեկ անձ մահի միջով չեք անցկացնի։ Ստեղ բացում է ամենակարևոր առաքելությունը։ Մի հատ անձնավորություն, որ ապրում էր իր համար, հանկարծ հասկանալով վերջի ժամանակների լրջությունը, ինչ անում, իր ընտանիքի առաքելության գործն է ակտիվացնում, իր ընտանիքի փրկության գործն է ակտիվացնում։ Սիրելիներ, եթե մենք այս բանը չվերցնենք այսօր, մենք բաց կթողենք ինչ-որ կարևոր բան։ Ինչ է այս կինը խնդրում իր ազգատոմի համար, փրկություն։ Ու հաթաթ նշելով հորս, մորս, քույրերից, եղբայրներից եւ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն իմ այս բոլոր հարազատների հետ։ Ու իմ համար ստե կարելի ասել մեծագույն առաքելություն է բացվում, որ այս կինը, որ իր համար ապրում էր հանկարծ, գիտակցելով վերջի ժամանակների լրջությունը, շատ արագ ակտիվացնում է իր ազգատոմի փրկության գործը։ Ուզում եմ, որ ամեն մի ընտանիք, որ ստեղ ամեն մեկը, որ ընտանիք եք ներկայացնում, դուք էսի հասկանաք, որ դուք առաքելություն ունեք ինչպես ընտանիք, փրկության գործ ակտիվացնելու ձեր ազգատոմերի համար։ Շարունակենք ստե ուշադրություն դարձնենք, եւ այն մարդիկ նրան ասեցին, այդ երկու լրտեսներ ասեցին, եթե այս մեր բանը չհայտնեք, անժամանակ թող ձեր տեղը մեր անձերը մեռնեն։ Եթե ինչ որ մեկը կպնի ձեր տան անդամներին, ուրեմն մենք իրանց փոխարեն մեռնենք։ Եթե դուք չդավաճանեք կամ մեզի չբացեք, ուրեմն մեր անձը դնում ենք զոհասեղանին ձեր բոլոր բարեկամության համար։ Սա վկայության խոսքն է։ Վկայության խոսքը պետք է իր վիզը դնի զոհասեղանին, ամբողջ ազգատոմի փրկության համար։ Սա մեր համար պետք է կարևոր լինի։ Եթե իմ կյանքում մի լավ բան կատարվի, դա վկայություն է։ Եթե այս վկայությունը ես չդնեմ զոհասեղանին իմ ազգատոմի փրկության համար, ես բաց թեմա կունենամ։ Առաքելությունը մենք ստե բաց ենք թողում այդ դեպքում։ Շարունակություն կարդանք։ Ասում է մեր անձերը մեռնեն իրանց փոխարեն։ Եվ երբ որ Տերը այս երկիրը մեզ տա, քեզ ողորմություն եւ հավատարմություն կանենք։ Ուխտ ենք ընկում խոսքով։ Ում համար։ Մի հատ անձնավորության համար, որ իր համար անշնորհ կյանքով ապրում էր, փողեր էր աշխատում, հանկարծ ինքը այդ վերջի ժամանակների գիտակցությունը այնպես է վերցնում իր միտքը, որ հանկարծ արթնանում է իր ազգատոմի փրկության համար։ Երբ որ այս մարդը այս մարդկանց հետ խոսում է, այս կինը այս մարդկանց հետ խոսում է, իր բոլոր բարեկամները այստեղ իրանց համար ապրում են, վախվորած, բռնված, ամեն անշնորհքությունների մեջ գտնվելով, ամեն կռապաշտությունների մեջ գտնվելով, բայց այս մարդը ստեղ պայմանագիր է կնքում, ում համար, իր սաղ ազգատոմի համար, որոնք ապրում են այս մեղավոր աշխարհում։ Ինչ որ մեկը պետք է ստեղ ամեն ասեր։ Լավ, թեման շատ կարևոր է, ուզում եմ, որ շատ ուժեղ բռնվեք այս թեմայից։ Շարունակենք, 18-ից 20 խոսքերն եմ կարդում նույն գրքի, երկրորդ գլուխ, Հեսուի։ Երբ որ մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերձանի ճուվանը այն պատահանի վրա կապիր, որտեղից որ մեզ իջեցրիր, եւ քո հայրը, մայրը, եղբայրները, քո հոր, բոլոր տունը քեզ մոտ այս տունը ժողովեն։ Եվ ով որ քո տան դռնից դուրս գա, նրա արյունը իր գլխին։ Մենք անպարտ ենք, բայց քեզ մոտ այս տան բոլոր եղողների արյունը մեր գլխին գա։ Սիրելիներ, այսօր ես ուզում եմ, որ Տերը թակի քո սրտի դուռը, որ սիրտդ արթնանա։ Դու չպետք է աշխարհի մարդու պես մտածես։ Դու պետք է այսօր հասկանաս այս խոսքերի լրջությունը։ Ինչ հստե ասում։ Բոլոր նրանք, որ քո այս տանը կլնեն, իրանք բոլորը կփրկվեն։ Բոլոր նրանք, որ քո տան մեջ չեն լինի, նրանք բոլորը մեռնելու են։ Ու իրանց մեղք իրանց վիզ։ Ես իրանցից անպարտ եմ լինելու։ Լուրջ խոսքեր են։ Լուրջ խոսքեր են։ Ու դու չեժանացնես այս խոսքերը։ Մենք երբեմն վերցնում ենք sense լոյալ գույն ենք տալիս որոշ բաներին, որ դրանով արդարացնենք ու մեր ամեն հարազատներին ավելի վտանգի ենթարկենք ու իրանց կողոպուտի դուր բացենք։ Մի արեք այդպես բան։ Դուք պետք է բռնվեք Աստծուց։ Ինչ է Տերը ուզում իրանց համար։ Նա փրկություն է ուզում իրանց համար։ Ու այս մարդիկ երբ որ այս խոսքերը տալիս են, ասում են, եւ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ ենք եւ քո մեզ արած այս բոլոր երթումներից։ Ու իրանք գնացին։ Ինչ անում Ռախաբ կինը։ Եվ նա ասեց, ձեր խոսքի պես լինի, 21 խոսքն եմ կարդում։ Եվ թողեց նրանց, եւ նրանք գնացին, եւ նա այն կարմիր ճուվանի կտորը, այդ ժապավենը կապեց պատոհանի վրա։
ինչպես նշան դրսից եկողների համար։ Ոչ թե ներսից եկողների համար, այլ դրսից եկողների համար։ Դրսից հասկանում եք, զորք է գալու։ Այս զորքը որ գալի է, ոչ մեկին չի խնայելու։ Ու այդ դրսից եկողների համար պետք է այդ կարմիր ժապավենը նշանը լինի, որ բոլոր նրանք, որ այդ ժապավենը որտեղ նկարված է կամ կպած է, այդ տան մեջ կլինեն, ոչ մեկ չի մեռնելու։ Որ այդ տանը ոչ մեկ չկպնի, ոչ մեկ չփորձի մուտք գործի այդ տունը։ Դուք հասկանում եք, դրսից եկողների համար պետք է նշանը լինի, որ իրանք հասկանան, մտնեն թե չմտնեն։ Ու այս կինը արագ է դա անում, չի սպասում նոր ընտրանք կգան նորանի։ Հենց այդ մարդկանց բաց է թողում, իր փրկության ծրագիրը սկսում է։ Վերցնելով այդ կարմիր ժապավեն կապելով իր տան պատոհանին։ Ու ինչ է անում այս կինը։ Ինքը արդեն խոսք է ստացել, ո՞րն է այդ խոսքը։ Բոլոր նրանք, ովքեր այս տան մեջ կլինեն։ Բոլոր նրանք, ովքեր այս տան մեջ կլինեն, ես իրանց չեմ կպնելու։ Ու ինքը գործը սկսեց։ Կարմիր ժապավենը կապեց դրսինների համար, բայց իր գործը ներսում սկսեց։ Ինքը գնում է իր հորը հանդիպում է, գնում է իր մորը հանդիպում է, սաղին հանդիպում է, ու սաղին հավաքում է իր տան մեջ։ Բոլորին հավաքում է իր տան մեջ։ Բարեկամներ կլինեն, ընկերներ կլինեն, ծանոթներ կլինեն, սա կոչվում է Ռախաբի տան առաքելություն, որը կոչվում է փրկության առաքելություն։ Քո տան առաքելությունը ո՞րն է լինելու այս աշխարհում։ Հարց տուր քեզ, ո՞րն է քո տան առաքելությունը լինելու։ Մենք այսօր աղոթելու ենք, արձակելու ենք ինչ-որ բան ձեր համար, բայց դու պետք է քեզ հարց տաս, Տեր, իմ տան առաքելությունը ո՞րն է։ Ո՞րն է իմ տան առաքելությունը։ Դու չես կարող ապրես առանց առաքելության, ինչպես ընտանիք։ Դու չես կարող ուղղակի ապրես առանց առաքելության։ Երբ որ մարդիկ առանց առաքելության են ապրում, ամեն հիմարության դուռ են բացում։ Ամեն անշնորհ բաների դուռ են բացում։ Ամեն ինչի համար, որտեղ առանց առաքելության են ապրում։ Առանց առաքելության դու չես կարող կայանաս կամ հաստատվես կամ զարգանաս ինչպես ընտանիք։ Մենք ինչպես ընտանիք պետք է առաքելություն ունենանք, որ կայանանք ինչպես ընտանիք։ Սիրելիներ, Ռախաբը իր այդ ընկած վիճակից շատ արագ վերադասավորվավ ու ինքը դարձավ առաքելության տուն, իրանք փրկության տուն դարձան։ Ու զարմանալի բան եմ ուզում որ դուք տեսնեք։ Երբ որ այս երկու հետախույզները ետ վերադարձան, ուզում եմ այդ խոսքերը կարդամ ձեզ համար։ 23 խոսքը։ Ասում է այն ժամանակ երկու մարդիկ ետ դառան եւ ցած իջան սարիցը եւ անցնելով նավեի որդի Հեսուի մոտ գնացին եւ պատմեցին նրան բոլոր իրանց պատահած բաները, անգամ Ռախաբի հետ կապված հարցերը պատմեցին։ Իմ դուրը գիտեք ինչն է գալիս, որ Հեսուն, որ Հիսուսի խորհրդապատկերը, իսկ վկաները էդի մեր յուրաքանչյուրս խորհրդապատկերն է։ Եթե ես այսօր իմ հարազատների համար չգամ Աստծո առաջ ասեմ Տեր ջան, իմ բարեկամները շատ բարիք են արել ինձ։ Նրանք ողորմություն են արել ինձ։ Նրանք պատիվ են արել ինձ։ Ես այս հողի վրա եւ քո արած գործի հիմքի վրա ես գալիս եմ քո առաջ։ Ինչ որ իրանք արել են, խնդրում եմ, ոնց որ իրանք ինձ ողորմություն են ցույց տվել։ Փրկի իրանց։ Այդ էլ խնդրե այս երկուսը, երբ որ եկել են Հեսուի մոտ, ներկայացրել են ամբողջ եղելությունը։ Որտեղից ենք էսի հասկանում։ Եկեք բացենք հիմա 6-րդ գլուխը, երբ որ արդեն Ռախաբի տան այդ ծրագիրը արդեն ակտիվացել է ու Երիքովը քանդվել է, կարելի ասել մեծ մասը Երիքովի այրվել է, մարդիկ կոտորվել են, սպանվել են, ոչ մեկ կենթանի չի մնացել, բացի Ռախաբի տան լինողներից։ Խնդրում եմ մտածի։ Խորագետ եղի, երբ որ դու վերջի ժամանակների լուրեր ես լսում, էդի նրա համար չի, որ դու վախվորած ման գաս, էդի նրա համարը, որ դու ակտիվանաս քո առաքելության մեջ, որ դու քո առաքելությունը իրականացնես այս աշխարհի մեջ, ոչ թե ամենտեղ ասես, վերջի ժամանակներն ա մոտենում, վերջի ժամանակ, ինչի համար, դու առաքելություն պետք է անես, ընտանիքով, ազգատոհիդ համար, ու Ռախաբը մեր համար ստեղ շատ լավ օրինակ է դառնում։ 6-րդ գլխի մեջ եմ կարդում 22-23 խոսքերը։ Երբ որ վերցրել են այդ քաղաքը, Հեսուի խոսքերը ինձ օբշեցնում է, որ Հեսուն այդ ամբողջ ընթացքում շատ ուշադիր է եղել այս երկու տղերքի բերած լուրի հետ, շատ ուշադիր է եղել։ Նայեք ինչ ասում։ Հեսուն ասեց այն երկու լրտեսող երկու մարդկանց, ասեց գնացեք այն պոռնիկ կնկատունը։ Ինչու է շեշտում։ Մենք կարդում ենք այս բառը մեր ականջը սղոցում է, բայց դու պետք է լսես, անգամ եթե դի սղոցում է, թե դու ով ես եղել և ով ես դառել, բայց Քրիստոսի հետ մենք ձեռք բերված, սրբված անոթներ ենք։ Գիտեք ինչու,
Պարտադիր չի դու ֆիզիկապես դրա մեջ ելնես։ Քո ամեն անհավատարմությունը դա նշանակում է այդպիսի վարք ու բարք։ Մենք երբեմն մտածում ենք, այն մարդը բորնիկ է, ես իր հետ ոչ մի կապ չունեմ։ Սիրելիներ, քո ամեն մի անհավատարմությունը հավասարեցնում է քեզ այդպիսի վարք ու բարքին։ Մենք մենակ ֆիզիկականն ենք հասկանում, բայց հոգևոր գոյություն ունի։ Քո ընտանիքը գլխավոր առաքելություն ունի։ Ու երբ որ Հեսուսը ստե բարձրաձայնում ասում է, գնացեք այդ պորնի կնկա տունը եւ հանեցեք այնտեղ այն կնկան եւ նրա ամեն ունեցածը, ինչ որ նրան երթում եք տվել։ Ես ոնց եմ ուրախանում այս մարդկանց առումով, որ այս երկու տղերքը, որ իրանց առաջնորդի մեջ ավելի մեծ հարգանք են տեսնում, որ այդ առաջնորդը իրանց խոսքի, որ դու երթում եք տվեք, գնացեք այդ երթում պահեք, որ դուք սուտ ասան դուրս չգաք ոչ մեկի առաջ, գնացեք ու արեք, ու իրան գնում են ու անում են, եկեք տեսնենք ինչ են անում, 23 խոսքը, և այն լրտես երիտասարդները գնացին, և հանեցին Ռախաբին, ուշադիր հետևեք, Ռախաբին հանեցին, նրա հորը ու մորը, եղբայրներին, և նրա ամեն ունեցածը, և նրա բոլոր ազգատոհմը, կաստ է մեկը, որ Հիսուսին շատ է սիրում, իսկ կաստ է մեկը, որ իր ազգատոհմը շատ է սիրում, առնվազն սենց արդյունք պետք է լինի ձեր կյանքում, եթե սենց արդյունք չելա ձեր կյանքում, դուք մի քիչ ուղիղ չեք ձեր սիրելու հարցերում և ձեր նվիրման հարցերում, ձեզ պետք է ինչ-որ բան փոխեք, ձեր ընտանիք առաքելություն պետք է ունենա, այս մարդը իր ընտանիքի առաքելությունը իր ընկած տեղից հելավ իրականացրեց, բայց երբ որ դու դիրք ունես, արդեն, դու պետք է ավելի մեծ բան իրականացնես, դրան անդրադառնանք, եկեք ուշադրություն դարձնենք, որ այս մարդը գալիս ասում է ամբողջ ազգատոհմը հանեցին, նրանց կանգնեցին Իսրայելի բանակից դուրս։ Ռախաբ անունը թարգմանաբար, ես մի անգամ ասել եմ, տեղին կլինի հիմա էլ ասեմ, Ռախաբ անունը թարգմանաբար նշանակում է լայնարձակ և հսկա։ Ես չգիտեմ ինքը ինչ չափերի անձնավորություն է եղել, բայց անունը այդպես է թարգմանվում։ Ինչ արեց այս մարդը իր ազգատոհմի համար, իրանց համար մեծության ու լայնարձակության տեղ բացեց։ Ու այդ ազգատոհմը մտավ Իսրայելի պատմության մեջ։ Ու Ռախաբը դարձավ մի հրեամարտուկին, որը մտավ Հիսուսի սերնդաբանության մեջ։ Ու իր այդ փրկության ծրագիր ընտանիքի ուղիղ կապ ուներ Հիսուսի հետ։ Ինչու՞։ Որտև ինքը դարձավ Հիսուսի սերնդաբանության ներկայացուցիչ։ Ու մենք տեսնում ենք, որ այդ փրկությունը ուղիղ կապ ունի Հիսուսի ծառայության հետ։ Այդպես դու պետք է կապ ունենաս Հիսուսի ուզածի հետ, քո ազգատոհմի համար։ Սա կոչվում է առաքելություն, սիրելիներ։ Այս մարդը 5 կտակարան, դեռ նոր կտակարան չսկսած, առաքելությունը ակտիվացրել, մեր ամեն մեկից համար օրինակ լինելու համար, որ մենք ինչպես մեր ազգատոհների համար առաքելություն ակտիվացնենք։ Դու պետք է դադարես քո վրա կենտրոնացած լինես։ Հերիք է, ինչքան որ դու քո վրա կենտրոնացած ապրել ես։ Հերիք է ուղղակի։ Դու ուղղակի վնասելու ես ամեն բան։ Հերիք է, սիրելիներ։ Հերիք է, երբ որ հասկանում ես վերջի ժամանակների մոտիկա, հերիք է քո վրա կենտրոնացած ապրես։ Դու պետք է փրկության առաքելություն ակտիվացնես։ Սա շատ կարևոր է։ Հալելույա։ Եկեք երկրորդ մարդուն նայենք, երկրորդ տունը նայենք, բարեպաշտ Կորնիլիոսի տան մասին եմ ուզում ձեր հետ խոսամ։ Դա գրված է Գործ առաքելոց 10-րդ գլխում։ Նայեք, մի մարդ բարեպաշտ Աստծուն հավատացող մարդ է, վախ ունեցող մարդ է, երկյուղ ունեցող մարդ է։ Ինչ ենք մենք կարդում Կորնիլիոսի մասին, կարդամ ձեզ համար։ Կեսարիայում մի մարդ կար, անունը Կորնիլիոս, հարյուրապետ, իտալացի կոչված գնդից, բարեպաշտ և աստվածավախ իր բոլոր տնով։ Ինչ գեղեցիկ արժեքներ ենք մենք կարդում ստեղ, որ այն մյուս դեպքում չեն կարդացել։ Այս մարդը արդեն բարեպաշտ կյանքով ապրում էր, արդեն, ոնց ասեմ, արժեքներով ապրում էր արդեն, իր ամբողջ տունը դրա մեջ էր, ինչի մեջ էր ես ամբողջ տունը, ասում է շատ ողորմություններ էր անում ժողովրդին և ամեն ժամանակ աղոթքեր անում դեպի Աստված, երկու կարևոր բան, որ այդ տունը արդեն ձեռք էր բերել, հյուրընկալ էին, ողորմած էին և նաև աստվածավախ էին, աղոթքի մեջ գտնվող մարդիկ էին, արդեն արժեք կար, արդեն այս մարդիկ ասես ինչ-որ բան ձեռք են բերել, ու թվում է, թե այս մարդիկ կարային կանգնեն ասեն, ես փրկության կարիք չունեմ, խաբված ես, ով քեզ ասեց, ով քեզ կարա խաբի ասի, որ դու փրկության կարիք չունես, անգամ բարեպաշտ կյանքով ապրելով, սա չի գործում, այս մարդը բարեպաշտ կյանքով ապրում էր, լավ բարիք էր անում, ողորմություն էր անում, բայց եկեք տեսեք, որ Աստված անգամ այսպիսիների ընտանիքի մեջ ուզում է փրկություն բերի,
Երբեմն մարդիկ ասում են, ես ոչ մի բան չեմ անում, ոչ շնություն եմ անում, ոչ գողություն եմ անում, ես սենց եմ, ես սենց եմ։ Միևնույնն է, դու փրկության կարիք ունես։ Կապ չունի, թե դու ինչ արժեքների տեր ես, դու փրկության կարիք ունես։ Ու էսի է ուզում, որ դուք հասկանաք, որ թե բարեպաշտ ընտանիքը եւ թե ընկած ընտանիքը երկուսն էլ պետքա մեկը վերականգնվի իր առաքելության մեջ փրկության, մյուսն էլ պետքա շարունակի վերականգնվել իր փրկության առաքելության մեջ։ Եկեք տեսնենք ինչ ենք ստե բացահայտում։ Երրորդ խոսքը, նա օրվա իբրև 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնելով նրա մոտ ասում էր նրան. Կորնիլիոս, նայել նրան ասեց նայելով վախվորած, բռնված ասելով. Ինչ է Տեր։ Եվ նա ասեց նրան. քո աղոթներ ու քո ողորմություններ վերելան Աստծո առաջին հիշատակի համար։ Դուք տեսնում եք, որ ձեր ամեն բարեգործությունները, ողորմությունները ու ձեր ամեն տեսակի աղոթքները նրանք Աստծո առաջ գալու կարողություն ունեն։ Անկամ եթե դուք ասում դեռ չեք էլ ճանաչում ոնց որ պետք է։ Ասում է բոլոր Աստծո առաջ են գալիս։ Հիշատակի պես բարձացել են վերև։ 5-րդ խոսքը եւ հիմա մարդ ուղարկիր Հոպե եւ կանչի Սիմոնին, որ Պետրոս է կոչվում։ Նա մի կաշեգործ Սիմոնի մոտ է, որի տունը ծովի մոտ է։ Նա կասե քեզ ինչ որ պետքա քեզ անել։ Ու ինձ հարց է ծնվում. Այ Աստված ջան, այս մարդուն դու կարայր հենց ուղիղ ասեիր ինչ որ պետքա։ Ինչ միտք ուներ մարդ ուղարկես մեկին բերես, որ այդ մեկը գա ասի։ Միտք ունի։ Միտք ունի։ Որ իմ ու քո սիրտը երբեք չհպարտանա, ես անձամբ եմ Աստծուց լսում։ Ու չընկնես այն ծուղակը, որ ասես ինչ որ մեկի կարիքը ես չունեմ։ Դու միշտ մեկի կարիքը ունես։ Դա բացում է քո առաքելության կարիքը, որ դու առաքելության մարդ պետք է լինես, ու դու մենակ ապրող չես այս աշխարհում, որ քո գլխուլն ես։ Դու միշտ օգնության կարիք ունես, ու այդ առաքելությունը պետք է քո համար կարևորվի։ Եկեք տեսնենք ինչ է կատարում։ Կարդում եմ 24-ից 27 խոսքերը։ Դու կարող եք ամբողջը տանը կարդալ։ Մենք ստե բացահայտում ենք, որ արդեն մարդիկ եկել են Կորնիլիոսի հետ, Պետրոսի հետ խոսացել են ու ինքը հլնում է գալիս է Կորնիլիոսի մոտ Կեսարիա։ 24 խոսքից 27 խոսքերն եմ կարդում։ Ասում է եւ հետեւյալ օրը մտան Կեսարիա եւ Կորնիլիոսը իր ազգականների ընտանի բարեկամներին կանչել էր եւ սպասում էին նրանց։ Ուշադրություն դարձեք։ Մինչեւ Պետրոսը կգար, Կորնիլիոսը գործ արե։ Այ էսա Տերը ուզում յուրաքանչյուրից։ Մինչև Հիսուսը կգա, դուք գործ ունեք անելու։ Ձեր ընտանիքների առաքելությունն է բացվում։ Մինչև Հիսուսը կգա, մինչև Հիսուսի միջամտություն կգա, ես ու դու առաքելություն ունենք, սա մեր ընտանիքների առաքելությունն է բացվում ստեղ։ Ինչ անում Կորնիլիոսը, ինքը իր բոլոր բարեկամներին եւ ընտանիքի ընկերներին, բարեկամներին հավաքում է իր տունը։ Հավաքում է իր տունը, հավաքում է իր տունը։ Սա այն է ինչ որ ինքը անում մինչև Պետրոսը կգա։ Գիտեք, մինչև Պետրոսի գալը մենք պետք է հասկանանք մինչև Հիսուսի գալը։ Մենք պետք է հավաքենք մեր հարազատներին, որ իրանք Աստծո խոսք լսեն, Աստծո կյանքի բաները լսեն, որ իրանք երբ որ Հիսուսը գա, իրանք պատրաստ լինեն Հիսուսի գալուստին, որտեվ Հիսուսը գալու է։ Ու ես գիտեմ, որ ստե շատերը դուք բարեկամներ, հարազատներ ունեք, որ շատ սիրում եք իրանք։ Շատ սիրում եք իրանք։ Իրանց համար, իրանք եթե այսօր ընկնեն մեռնեն, ձեր համար մի հաշիվ չի։ Սիրելիներ, ուզում եմ, որ դուք լսեք, որ ձեր ընտանիքի գլխավոր առաքելությունը բաց չթողեք։ Դուք փրկության առաքելությունն եք իրականացնելու։ Իմ դուրը ինքան է գալի, որ Կորնիլիոսը այս բանը արել է, իր սաղ ընտանիքին, ազգականներին, ընտանիքի բարեկամներին հավաքել է։ Եվ եղավ, երբ որ Պետրոսը ներս էր մտնում, Կորնիլիոսը դիմավորեց նրան եւ ոտները ընկած երկրպագեց։ Պետրոսն էլ կանգնեցրեց նրան եւ ասեց. «Վեր կաց ինքս էլ մարդ եմ, ինչ ես անում։ Մի մտի դրա մեջ։ Ես քո պես մարդ եմ»։ 27 խոսք ասում է. «Եվ նրա հետ խոսելով ներս մտավ, եւ այնտեղ շատ մարդ ժողոված գտավ»։ Ով էր այդ բոլոր մարդկանց հավաքի իր տան մեջ։ Մի բարեպաշտ, աղոթքի, աստվածավախ, իշխանություն ունեցող մարդ, որի համար մի հաշիվ չէր իր կողը գտնվող մարդկանց փրկության հարցը։ Նա բոլորին հավաքել էր իր տունը։ Սիրելիներ, սա ընտանիքի առաքելության մասին եմ խոսում։
Մենք շատ խոսացել ենք տարբեր դիրքերի մասին, մենք շատ խոսացել ենք թե կինը ով է, թե տղամարդը ով է, թե ընտանիքը ինչ նպատակով ստեղծվավ, թե երեխեքը ինչ նպատակով են այս աշխարհում։ Մենք բայց պետք է այս գլխավոր առաքելության բանը մեր ընտանիքների համար չկորցնենք տեսադաշտից։ Քո ընտանիքը, քո ազգատոմի փրկության միակ թիրախավոր կառույցն է, որ Աստված ուզում է գործածի, որ քո ազգատոմի մեջ մեծագույն փրկություն իրականացնի։ Ու մենք պետք է դրա կարևորություն չկորցնենք։ Եկեք շարունակենք։ Ուզում եմ արդեն քարոզի պահին անցնեմ, որ Պետրոսը Կորնիլոսի տանը քարոզում է։ 33-րդ խոսքից են կարդում։ Մինչև այդ Կորնիլոսը նկարագրում է ոնց էլա որ ես մարդ ուղարկեցի, ինչ եմ ես վերապրե, խոսում է թե ոնց հրեշտակ ասի ինչ որ բաներ ու դրա համար էլ ուղարկել եմ։ Ու հիմա ինքը շարունակում է սկիսվելով խոսալ Պետրոսի հետ։ 33 խոսքից կարդում եմ, ասում է եւ ես իսկույն քեզ մոտ ուղարկեցի, դու էլ լավ արեցիր որ եկար։ Ոնց է դուրս այս խոսքը գալի որ դու էլ լավ արեցիր որ եկար։ Գիտեք ես երեք մի երկու օր առաջ միտքս անցել են բարեկամների մի ընտանիք, որ ես պետք է իրանց այցելեմ։ Ու պատկերացեք այդ օրը չգնացի, եկավ մյուս օրը այդ օրն էլ շատ ծանրաբեռնված էլ չկարողացա գնամ, երեք ասեցի չէ պետք է քանի պահը կա, այս պահը բաց չթողեմ։ Հելա ճեղքեցի գնացի ու այնձև հանդիպա այդ բարեկամներիս ընտանիքին, որ սաղ այդ մի բարեկամը իր սաղ թորներով, բաներով հավաքված նստած են սեղանի շուրջ։ Ու երբ որ ես եկա անտեն նստա, գիտեք, ես լսեցի այս խոսքերը լսեցի։ Ինչ լավ ես արել որ եկել ես։ Ոնց որ համ ես դրա մասին կարդացել եմ մի քանի օր առաջ, համ էլ լսում եմ այս նույն խոսքը, ոնց որ Կորնիլոսի սրտի ձայնը ես հասկանայի, ինչ լավ է որ եկել ես։ Ընչեք ձեզ զրկում ձեր առաքելությունից։ Ձեզ մի զրկեք, դուք երբ որ մի հարազատի բարեկամի գալիս եք այցելության, դուք եսի պետք է հաճախակի լսեք, ինչ լավ է որ եկել ես։ Թեքի կողքին ասա ինչ լավ է որ եկել ես այսօր եկեղեցի։ Ինչ լավ է որ եկել եք այսօր Տիրոջ տունը։ Կորնիլոս այս խոսքեր ասում է ինչ լավ է որ եկել ես։ Հիմա մենք ամենքս Աստծո առաջին կանգնած ենք, որ լսենք այն ամենը, որ Տերիցը քեզ հրամայված է։ Եվ Պետրոս իր բերանը բանալով ասեց. ճշմարտությամբ հասկանում եմ, որ Աստված աչառ չէ։ Այլ ամեն ազգում ով որ վախենում է նրանից եւ արդարություն է գործում, ընդունելի է նրան։ Հիմա լսեք։ Ստե բանալի է բացում, որ տարբեր ազգերի մեջ, տարբեր ազգատոմերի մեջ կան մարդիկ, որ սիրում են արդարություն եւ սիրում են ողորմություն, հա? Ստե ոնց ասում։ Վախենում են Աստծուց, վախենում են չար բան անելուց եւ արդարություն են գործում։ Աստծո խոսքը ասում է դրանք բոլորը Աստծո համար ընդունելի են։ Սա պատճառն չի համար Աստված մարդ է ուղարկում, որ այդ մարդկանց փրկի։ Որովհետև այդ մարդիկ Աստծո վախ ունեն իրանց ներսում եւ արդարության, իրավունքի ճանապարհներով են ուզում շարժվեն, ոչ թե մեղավոր ոնց ուզում ենք այտենց կանենք։ Զգուշ եղեք նմանատիպ հայտարարություններից։ Դա մի օր քեզի ըննեց կսպանի, որ խելքի չես կարագած։ Ուշադրություն դարձեք, որ ասում է, որ սիրում են այս երկու բաները, ու ասում են նրանք ընդունելի են։ Այն խոսքը, որ ուղարկեց Իսրայելի որդկանց համար, խաղաղության ավետարանը Քրիստոս Հիսուսի ձեռով քարոզելու, սա ամենի Տերն է։ 37 խոսք ասում է, դուք ինքներդ գիտեք այն բանը, որ եղավ բոլոր Հրեաստանում Գալիլեայից սկսած այն մկրտությունից հետո, որ Հովհաննեսը քարոզեց։ Այն Հիսուսը, որ Նազովրեթից էր, թե ինչպես Աստված նրան Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, եւ նա ման եկավ բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Գիտեք ինչ անձի զարմացնում, որ այս ամենաճոխ մինի քարոզը Հիսուսի ամբողջ գործունեության մասին ընտանիքի մեջ է հնչե։ Մենք էլ ենք ընտանիք մեծ, ու մենք այսօր լսում ենք Աստծո բաները, բայց գիտեք, ես ուզում եմ, որ դուք իմանաք, ձեր ամեն ազգատոմի մեջ այս քարոզը պետք է հնչի։ Ձեր ամեն բարեկամությունների մեջ պետք է այս հայտարարությունը հնչի։ Դուք պետք է էսի ակտիվացնեք։ Ինչի համար, որովհետև սա ձեր ընտանիքների, մեր յուրաքանչյուրիս ընտանիքի առաքելությունն է։ Ու ամեն մի նոր ընտանիք, որ ստեղծվում է, այս առաքելության համար է ստեղծվում։
որ իրար ճանաչեն, Աստուն ճանաչեն, իրար սիրեն, իրար պատվեն, իրար հետ տունտեղ դնեն, զարգանան, բարձրանան եւ այս գլխավոր առաքելությունը ինչպես ընտանիք կարողանան իրականացնել։ Սիրելիներ, այս երկու կարևոր ուղղությունները ընտանիքների համար շատ կարևոր են։ Ու մենք ինչ ենք տեսնում, երբ որ այս բաները խոսում եմ, եւ մենք վկա ենք այն ամեն բաներին, որ հրեաների երկրում եւ Երուսաղեմում արավ, որին փայտից կախված սպանեցին, նրան Աստված հարություն տվավ երրորդ օրը եւ հայտնի արավ մեզ։ Նրանք խոսում են հարություն առած Քրիստոսի մասին, ով խաչվեց, բայց կենթանի է հիմա, ու նրա հետ մենք գործ ունենք։ Ու շարունակենք մյուս էլեմենտը, այս ընտանիքի մեջ եղած քարոզի 41-ից 48 խոսքեր, ասում է, ոչ թե բոլոր ժողովրդին, այլ մեզ Աստվածանից առաջուց ընտրված վկաներից, որ կերանք եւ խմեցինք նրա հետ, նրա մեռելներից հարություն առնելուց հետո, եւ պատվիրեց մեզ ժողովրդին քարոզել եւ վկայություն դնել, թե ինքը Աստվածանից սահմանված դատավորն է մեռելների եւ կենդանների։ Ես ու դու օրերից մի օր կանգնելու ենք Հիսուսի առաջ։ Նա սահմանված դատավոր է բոլոր գործերի համար։ Ով որ իրան մերժում է, նա դատվելու է ու եթալու է դժոխք։ Ով որ իր հետ հաշտվում է, նա չի դատվելու ու դժոխք չի եթալու, գնալու է երկնային արքայությունը։ Ու այսօր ամենաուժեղ բանից մեկը, որ կուզենամ մարտահրավերի պես իմ ու քո առաջ արձակեմ։ Ինձ եւ քեզ պատվեր է տված երկնքից։ Մենք ենք որոշելու մեր ազգականները ուր են եթալու, երկինք թե դժոխք։ Գիտեք ոնց ենք մենք որոշում։ Ինչքանով մենք բարի լուր Աստծո քաղցրություն իրանց հետ կիսվելու ենք, ինչքանով իրանց համար կանգնելու ենք, Կորնիլոսի պես, Ռախաբի պես, մեր առաքելությունը ինչքանով լավագույն ձևով կիրականացնենք, դրանից շատ բան կախված է սիրելներ։ Ուզում եմ, որ Կորնիլոսից ու Ռախաբից վերցնենք այս մեծագույն աշխատանքը, որ իրանք արեցին իրանց ազգատոմերի փրկության համար, որ ես ու դու էլ այդպես մեր ազգատոմերի փրկության համար անենք։ Ու գիտեք, ասում է դեռ ինքը իր խոսքը չվերջացրած 44 խոսքը։ Պետրոսը դեռ այս բաները խոսում էր, հանկարծ Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա։ Եվ զարմանում էին Պետրոսի հետ եղողները, հավատացյալները, որ թլպատությունից էին, որ հեթանոսների մեջ Սուրբ Հոգու պարգևը թափում էր, որտեղ լսում էին նրանց, որ լեզուներով խոսում են, եւ Աստծուն սկսեցին փառավորել։ Ինչ հիասքանչ առաքելություն։ Սիրելներ, ուզում եմ, որ դու իմանաս քո ընտանիքի գլխավոր առաքելությունը բացվում է։ Ոչ միայն, որ մենք ինչպես տուն ենք, մեկս մյուսին հարգող, սիրող, պատվող, երեխեք ստեղծող, երեխեքին կրթող, բարձրացնող, ձևավորող, այլ մյուս կարևոր բանն է բացվում, որ մենք մեր ընտանիքի երեխեքին այս աշխարհի համար չենք ծնել, ստեղծել, բերել, կրթել, սովորացնել, ներդրվել, նրանք ոչ թե այս աշխարհի բաժինը պետքա դառնան մեղքերով թունավորված, նրանք պետքա երկնքի արտացոլանքը դառնան մեծագույն առաքելություն իրականացնելու համար։ Ու դու պետքա շատ զգուշ լնես։ Գիտեք ինչքան ծնողներ իրանց երեխեքի մեղքերի պատճառով գլուխները կախում են, ու էդի հələ հերիք չի։ Ամենավտանգավոր բանն եմ ուզում, որ դու զգուշ լնես, ճշմարտության դեմ չխոսաս։ Քո երեխու մեղքը մի պաշտպանի, բարեխոսի իր համար, բայց մի պաշտպանի մեղքը, մի պաշտպանի երեխուց սխալ վիճակը, բարեխոսի իր համար։ Ինչքան ծնողներ իրանց թույլ են տալիս ճշմարտության դեմ դուրս գալ, ու իրանց երեխեքին այդպես էլ կորցնում են։ Ինչու՞։ Որովհետև երեխեքին սիրում են։ Իրանք չեն ուզում իրանց կորցնեն, բայց երբ որ դուրս են գալի ճշմարտության դեմ, իրանց երեխեքին չեն փրկում։ Հարց կարող է բարձրանալ, ո՞նց։ Երբ որ քո երեխեն մեղքի մեջ է, մի պաշտպանի, բարեխոսի, ու երբ որ ինչ-որ մեկը քեզ ասում է երեխեդ մեղքի մեջ է, քուրդ մեղքի մեջ է, աղբերդ մեղքի մեջ է, հերդ մեղքի մեջ է, մի պաշտպանի, ասա ո՞նց անենք իրանց փրկենք, այդ ես մտածի, դու դες պետք է մտածես։ Երբ որ մենք հանկարծ պաշտպանում ենք, մենք իրանց կկորցնենք, մենք չենք պաշտպանում, մենք ծածկում ենք մեր աղոթքներով իրանց, բայց իրանց ուզում ենք փրկենք։ Մենք ծածկում ենք յուրաքանչյուրին, բայց ուզում ենք փրկենք։ Մենք չենք պաշտպանում մեղքը։ Սիրելիներ, մեղքի վարձքը մահը, ու կապ չունի ինչքան քո համար քո սիրելին ջիգարը, որի համար դու պատրաստ ես կյանք դնես։ Կապ չունի։ Եթե դու մեղքն ես պաշտպանում այդ բանը անելով, դու վնասելու ես սաղին։ Դու պետքա ճշմարտությունը պաշտպանես, իրանց էլ այդ դժոխքի ճանապարհից փրկես։ Սա քո առաքելությունն է, քո ազգատոհմի։ Ոնց որ այդպես արեց Ռախաբը, այդպես պետք է անես։
Մեր ընտանիքները առաքելությունն են։ Ու մեր ընտանիքների գլխավոր առաքելությունը սա է, որ մեր տներից, մեր ազգատոմերից, մեր հարազատներից, բարեկամներից ոչ ոք դժոխքի բաժին չդառնան։ Թեպետի բոլորը ունեն իրանց սեփական ընտրությունը, բայց էդի քո թեման չի։ Բոլորն էլ ունեն ընտրություն, բայց դու պատվեր ունես։ Դու քո պատվերի համար կանգնի, ոչ թե ուրիշների ընտրության համար։ Մի արդարացրու ուրիշների ընտրությունը, դու քո պատվերը իրականացրա։ Երբեք մի ասեք, դե ամեն մեկ ընտրություն ունի։ Սիրելիներս, խնդրում եմ, ես այսօր ընտրություն չունեմ։ Գիտեք ինչու? Որտեվ ես արդեն ընտրել եմ իր հետ գնամ։ Էլ ինչ ընտրություն ունեմ։ Երբ որ ընտրել եմ, ես իրանն եմ, ու ասում եմ, Տեր, ես քոնն եմ։ Ես էլ ինչ ընտրություն ունեմ, որ այդ համին ձևով ապրելու։ Ես չունեմ այդ ընտրությունը այլևս, որտեվ ես իմ ընտրությունը արդեն որոշել եմ, ես արդեն կայացրել եմ, ես արդեն կատարել եմ։ Թեպետև ինքը չի էլ բռնանում ինձի։ Ասում եմ, դու ամեն ժամանակ արած թողես ինձ հեռանաս։ Ես էլ գիտակցաբար հրաժարվում եմ։ Ոչ Տեր, ես հրաժարվել եմ իմ ընտրությունից, որտեվ ես արդեն քեզ ընտրել եմ։ Մենք սենց կարանք հակառակվենք ամեն թշնամուց եկած բաներին։ Ոնց ուրիշ կերպ, ոչ մի կերպ չկա ուրիշ ձևի։ Ես ու դու այդ ընտրությամբ ենք հաղթում ամեն մարտահրավերներ, որ մեր առջև գալիս են։ Սիրելիներ, ուզում եմ այս առաքելությունը, խնդրեմ, որ նվագողներ գան։ Ուզում եմ այս առաքելությունը մեր ընտանիքների համար մենք տեսնենք, կարևորենք, արժեքավորենք։ Մեր ընտանիքները շատ թանկ կառույցներ են Աստծուց տրված մեզ։ Երբ որ ամեն անգամ sense մտածում եմ իմ ընտանիքի մասին, մտածում եմ ձեր յուրաքանչյուրի տեսակետից ձեր ընտանիքների մասին։ Գիտեք, ասում եմ, ինչ լավ է, որ մարդիկ իրանց ընտանիքները սիրում են։ Ինչքան մեծ ուրախություն է, որ հանկարծ մի տուն մտնում ես, մի հարազատության մեջ մտնում ես, ու հանկարծ տեսնում ես, որ մարդիկ իրանց ընտանիքները սիրում են անկախ ամեն ինչից, ոնց կան իրանք։ Սա շատ լավ է, բայց վերջը չի։ Դուք առաքելությունը չփոխեք մենակ սիրելով։ Սերը առաքելություն ունի, սերը առաքելություն ունի, սերը առաքելություն ունի։ Ու այն սերը, որի մասին մենք խոսում ենք, նա առաքելություն ունի մեր տների համար, մեր ազգատոմերի համար, որ մեր տները փրկություն ձեռք բերեն։ Հիսուսի անունով։ Ուզում եմ մի մարգարեական խոսք ասեմ այս եկեղեցու համար։ Հավատում եմ, որ այս մարգարեական խոսքը մեր ամեն մեկի ազգատոմի հետ կապված է։ Եզեկիելի 36-ի 37, 38-րդ խոսքերն եմ կարդում։ Այսպես է ասում Տեր Աստվածը։ Իսրայելի տունը, այստեղ ինչ որ մեկը կա, որ ինչ որ մի տուն է ներկայացնում։ Դուք ինչ որ մի տուն եք ներկայացնում։ Ինչ որ մի ազգատոմ եք ներկայացնում։ Կանց թե Շաբոյաններ։ Ես գիտեք ինչի հենց Շաբոյաններ ասեցի։ Որտեվ ես Վարդենոսում քարոզում եմ, մեկ ասեց, մենք Շաբոյաններ ենք։ Յո, ասի մեր եկեղեցում է Շաբոյաններ կան։ Ասի կարող է դուք բարեկամներ եք իրար հետ։ Հետո լավ, ասեցի, հետո կճշտեմ։ Լավ, էդի ազգատոմը։ Կանց թե Գրիգորյաններ։ Հրաշալի է։ Կանց թե Առաքելյաններ։ Էլի հրաշալի է։ Էլ ինչ բարձր ասեք։ Ավետիսյաններ, Սարգսյաններ, Հայրապետյաններ, Սարդարյաներ, Արզումանյաներ, Հայրապետյաներ, Մինասյան, Խաչատրյաններ, Գալստյաններ կան։ Շատ լավ։ Ինչ լավ է։ Էլ ովքեր կան ստեղ։ Ինչպես? Բաբայաններ, Մկրչյաններ, Ղազարյաններ, ինչ? Կարապետյաններ, Ղարիբյաններ, սա ազգատոմեր են, Նալբանդյաններ, ով աչքս ընկնում ազգանուն եմ հիշում։ Ես պատկերացեք, երբ որ հանկարծ ազգանուն եմ հիշում, հասկանում եմ, որ ազգատոմ եմ հիշում։ Աստված ձեր ազգատոմերի համար առաքելություն ունի։ Միրաբյաններ կան։ Հա, ոնց որ կան։ Շատ լավ։ Միրաբյանները պետք է արթնություն վերապրեն։ Հակոբյաններ կան։ Իսկ Հարությունյաներ կան։ Հարությունյաներ կան։ Շատ հրաշալի է։ Սիրելիներ, բոլորի ազգանունները կարող է ես չհիշեմ, բայց Աստված գիտի։ Հիմա այսի մարգարեական խոսք եմ ասում ձեր յուրաքանչյուրին։ Ընդունում եք ես ինչպես մարգարեական խոսք ձեր ազգատոմերի համար։ Տեսեք ինչ ասում։ Ասում է Իսրայելի տունը։ Այդ նշանակում է Չամյանների տունը։ Նայեցի աչքիս եկան։ Շատ լավ է։
Նայեք, ամեն մի ազգատոհմը, ստե ասում է բանը, Իսրայելի տունը։ Երբ որ դուք հանդիպում եք Իսրայելի տունը, դա խոսում է ազգատոհմի մասին։ Ու ինչ ասում։ Ասում են դեռ այս բանը պետքա խնդրեն ինձանից, որ անեմ նրանց համար։ Տերն ասում, այս բանը պետքա խնդրեն Իսրայելի տունը կամ ձեր յուրաքանչյուրիս տունը։ Աստծուց պետքա խնդրեք։ Ու Տեր ասում է, ես էսի անելու եմ ձեզ համար։ Ինչ։ Նրանց պետքա շատացնեմ մարդկանցով խաշինքի պես։ Այս նշանակում է, որ ձեր ազգատոհմերի մեջ մարդկանց փրկության գործը շատանալու է։ Շատ մարդիկ ձեր ազգատոհմերի մեջ փրկվելու են։ Տեր ասում է, ես շատացնելու եմ փրկվածներին ձեր ազգատոհմերի մեջ։ Բայց դուք էդի պետքա խնդրեք ինձանից։ Ես շատացնելու եմ էդի ձեր ազգատոհմերի մեջ։ Երկրորդ բանն եմ ուզում տեսնեք, 38-ը։ Սուրբ խաշինքի պես, Երուսաղեմի խաշինքների պես նրա տոն օրերին։ Սա արդեն քաղաքի մասին է խոսում։ Սա արդեն խոսում է մեր քաղաքի մասին, որ Աստված այս քաղաքում ամեն շաբաթ օրը, որը Աստծո համար տոն է, նա շատացնելու է մարդկանց ձեր յուրաքանչյուրի վերաբերմունքի պատճառով։ Ձեր յուրաքանչյուրի վերաբերմունքի պատճառով։ Երբ որ դուք ձեր առաքելությունը ձեռքից չեք տա, դուք երկնային առաքելությամբ շարժվելու եք, ձեր ընտանիքներով հանդերձ։ Ու ինքը ասում այսպես. այնպես պետքա լինի այն ավերակ քաղաքները մարդկանց խաշինքներով լիքնա լինելու։ Ու սա խոսում է փրկվածների, նոր ծնվածների, նոր վերստին ծնվածների մասին։ Եվ պետքա իմանան, որ ես եմ Տերը։ Ոչ միայն շատացնում է մարդկանց, այլ նաև ասում է նպատակը ինչու, որ դուք իմանաք, որ ես եմ Տերը։ Սիրելիներ, հավատում եմ, որ վերցեցիր ինչ-որ մի բան քո ընտանիքի համար։ Հավատում եմ, որ դու կանգնելու ես քո ընտանիքի համար։ Հիմա այստեղ կա մարդ, որ Հիսուսին շատ է սիրում։ Լավ։ Հետի լավ է, որ ասում ես շատ ես սիրում։ Հիմա գլխավոր բանն եմ ուզում ասեմ։ Ինչքան շատ ես սիրում Հիսուսին, պատրաստ ես իր սիրո խաթր քո ազգատոմի փրկությունը ակտիվացնես, Ռախաբի պես, Կորնիլոսի պես։ Թող էսի լինի քո համար ամենամեծ ուղղություններից մեկը քո կյանքի մեջ։ Քո սերը Աստծո նկատմամբ թող ակտիվացնի փրկությունը քո ազգատոմի մեջ այնպես, որ քո գերդաստանից մեկն էլ դժոխքի բաժին չդառնա։ Որ քո հարազատությունից մեկն էլ դժոխքի բաժին չդառնա, այլ բոլորը երկնքի բաժին դառնա։ Սիրելիներ, Հիսուս այստեղ է։ Հիսուս այստեղ է։ Հիմա մենք կաղոթենք ընտանիքների համար։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված,
Ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործեր է անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։